Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ձեզ մեղադրում խուլիգանության համար կարող եք ասել, քննիչները ասում են կոնկրետ ինչ եք արել եւ երբ եւ որտեղ եք արել։ Լսեք, ես ոչ մի խուլիգանական բան չեմ արել։ Ժամանակին չեք ինչպես են պատճառաբանում այդ Որ արարքն է հանդիսացել խուլիգանական։ Առայժմ ես չեմ ցուցմունք չեմ տվել, հարցաքննություն չի ելել։ Առայժմ այդ ամենի մասին քիչ անց կհայտնեմ։ Ձեզ համար սպասելի էր, որ ըստ էության որևիցե մեկը նկատի ունեմ պաշտոնանք չի լինելու, այդ թվում եւ Թաղապետը, տեսեք, այս իրադարձություններին անդրադարձավ եւ Տիգրան Ավինյանը, երեք նաեւ Նիկոլ Փաշինյանը, ընթացքում էլ ԿՊԱ-ականներն ասում էին դատապարտում ենք, ընդհանրապես դա, բայց նաև ասում են, որ դե պաշտոնյա է, որի նյարդերը եւս կարող են տեղի տալ, իսկ օրինակ Հանրապետությունն էլ ասում էր, որ աշխարհաքաղաքական կենտրոններից է կողորտվել, իրենք էլ այդ ամեն ինչն են կանխել։ Պուտինն էր ասել, որ այդ ամենը անեք։ Տեսեք, շատ լավ հարց եք տալի եւ վերջի ժամանակահատվածում շարժվում էր, թե իբրև ես պարոն Մանուկյանը պահանջել ենք Թաղապետի հրաժարականը։ Որից մեկը չի կարող բերի այնպիսի հրապարակում կամ տեսանյութ, որտեղ մենք ասում ենք, մենք պահանջում ենք Թաղապետի հրաժարականը։ Այլ ընդհակառակը դա այնպիսի բան է, որը քննարկման նույնիսկ ենթակա չի եւ իրանք իրենց այսպես ասած ճակերտավոր քաղաքակիրթ իրանք որոշումը պետքա կայացնեն, որը իրանք չկայացեցին եւ ամբողջ հանրությունը տեսնում է իրանք իրական դեմքը, այսինքն որ իրանք շանտաժի միջոցով աթոռի ամեն գնով պահում են, այսինքն դա էլ նույնպես անհերքելի է, որովհետեւ Թաղապետի հրապարակումը հենց ակնհայտ շանտաժի մասին էր եւ Տիգրան Ավինյանի անդրադարձը հենց դրան էր վերաբերում, անկեղծ ասած ես իհարկե չէի կասկածում, որ նրան աշխատանքից չեն հեռացնում, որովհետեւ այս իշխանությունը այդ ամենը բնորոշ է, բայց որ իրեն իսկական հայի պես է բայրեք մասին ինչ կասեք, ծեծել է արդյոք հայի տղամարդուն։ Տեսեք, տեսեք, ես ամեն ինչ ցուցադրել եմ, ամեն ինչը հրապարակված է, այսինքն ես ոչինչ չեմ արել, իսկ հայի վայելա, որ ոչինչ չարած մարդուն զանգի հայոյի, սպառնա, վիրավորի, հետո էլ ծեծեն։ Թողը դա մեկ օր առաջ Թաղապետարանում յոգուրտային ակցիա եք իրականացրել, արտահայտություններ եք ասել, որոնք համացանցում արկային։ Եթե մենք քաղաքակիրթ միջավայրից ենք խոսում, ես իրականացրել եմ քաղաքական ակցիա, այսինքն ես ոչ ոքին չեմ սպառնացել, չեմ ծեծել, այսինքն իմ իր արարքի արձագանքն եմ տվել, քաղաքական գնահատականն եմ տվել, այսինքն դա քաղաքակիրթ միջավայրում դա դատապարտելի չի, այ հենց իրականում հենց եթե մենք ժողովրդավար երկրի ներկայացուցիչ են, իրանք խոսում է, դա հենց այդպես է լինում եւ այդպես այդ ամենը արտահայտվում։ Եվ խնդրում եմ ձեր թույլտվությամբ ես շարունակեմ եւ էլի ձեր հարցերին մեծ հաճույքով ամբողջովին պատասխանեմ։ Եվ տեսեք, հետաքրքիրը այն է, որ իմ հրապարակումները կոռուպցիային բազմաթիվ վայել էր եւ հենց Թաղապետի ասածով Արի ես քեզ աշխատանք եմ առաջարկում, եթե սնխացավ քաղաքացի ես, արի ես քեզ համապատասխան աշխատանք եմ առաջարկում, բարձր աշխատավարձով լայն լիազորություններով։ Այսինքն Տիգրան Տեր-Մարգարյանն էր, ձեզ առաջարկում էր աշխատանք։ Այսինքն լայն լիազորություններով աշխատանք բարձր վարձատրվող ժողովուրդ ջան, հարգելի լրատվամիջոցներ, ես չեմ վաճառվում, ես ունեմ սկզբունք արժե համակարգ, որը ես այդ գիծը չեմ անցնում, այսինքն անկախ ամեն ինչից բազմաթիվ են եղել առաջարկները, պաշտոնները, ես միշտ մերժել եմ, որովհետև դա իմ սկզբունքների